Ջերմ ու լայն ժպիտով են Բաքվից Իրանի նախագահի այցի առաջին կադրերը։ Մասուդ Փեզեշքյանը մեկ օրով աշխատանքային այցով է Ադրբեջան գնացել, Ալիևն է հրավիրել։ Հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, ստորագրվել են փաստաթղթեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-27 թվականների քաղաքական խորհրդակցությունների ծրագրի, փոխըմբռնման հուշագիր 2025-26 թվականներին տրանսպորտային ոլորտում համապատասխան համագործակցության վերաբերյալ։ Էլի մի քանի փաստաթղթեր մշակութային եւ ԶԼՄ-ների ոլորտի գործակցության մասին։ Նաեւ լրագրողների հետ են հանդիպել Իրանի ու Ադրբեջանի նախագահները։ Միասին մենք կարող ենք խաղաղություն եւ անվտանգություն հաստատել տարածաշրջանում եւ լուծել մեր խնդիրները, ասել է Իրանի նախագահը։ Ձևակերպել Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, շարունակել Ադրբեջանի եւ Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։ Երկու կողմից էլ մենք հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց եւ երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ եւ բարեկեցիկ կյանք։ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին է խոսել նախագահ Ալիևը, նշել, թե այն մեծ օգուտներ կբերի մասնակից կողմերին, Ադրբեջանին, Իրանին եւ Ռուսաստանին։ Այսօր իհարկե մենք քննարկեցինք եռակողմ համագործակցության նախագծեր, դրանց թվում բնականաբար հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում։ Ճանապարհ բացելու մասին Փեզեշքյանը նախորդին էլ էր խոսել։ Ադրբեջանական ASTV-ին տված հարցազրույցում նշել էր, թե կողմերից յուրաքանչյուրը պետք է գոհանա իր սահմաններով եւ աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա, թերևս նկատի ունենալով միջանցքի մասին ադրբեջանական պատկերացումներն ու ձգտումները։ Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ առնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք եւ հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի։ Հետո Փեզեշքյանը նշել էր, որ երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհի իրագործումը բանակցությունների օրակարգում է, ավելացնելով, որ նման նախագծերը նպաստում են առևտրային եւ տնտեսական կապերի ամրապնդմանը։ Զանգեզուրի միջանցքին այլընտրանք համարվող ճանապարհն էլ, որը Թեհրանը Բաքվին առաջարկել է, արդեն կառուցման փուլում է։ Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական եւ երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Դիվանագիտական մեղմ ակնարկներով ու նաեւ կոնկրետ ձևակերպումով Բաքու գնաց Իրանի նախագահը, ըստ էության թունդ ընդգծելով դիրքորոշումները, միևնույն ժամանակ հավանաբար կարևոր ուղերձները Իլհամ Ալիևին հասցնելով։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։